Ուզում եմ մի դրվագ պատմեմ, հարգելի գործընկերներ, որ տեղի ունեցել սրանից 1.5-2 ամիս առաջ։ Գործընկերներից մեկը այս ամբիոնից խոսել էր այն մասին, որ հայրենասիրության մարմնավորում Լևոն Քոչարյանի երեխաները ծնվել են ոչ Լեռնային Ղարաբաղում, ոչ էլ նույնիսկ Հայաստանում, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սա ասվել էր առանց երեխաների անունը տալու, առանց երեխաներին որևէ կերպ թիրախավորելու։ Մի պարզ պատճառով, որտեղ երեխաները իրենք չեն որոշում, որտեղ ծնվեն։ Որոշում են նրանց ծնողները եւ երեխաներին Ամերիկայում ունենալը կներեք, բայց քաղաքական որոշում է։ Ինչևէ, այդ ելույթից հետո Լևոն Քոչարյանը մոտենում է մեր խմբակցությանը ու խնդրում, որ ընտանիքները փոխադարձաբար չթիրախավորվեն։ Այդ արտահայտությունը մենք կամ հենց մեկը ես դրան նայում ենք ոչ թե որպես Ռոբերտ Քոչարյանի որդու, ոչ թե Հայաստան խմբակցության անդամի խնդրանք, այլ պարզապես մարդու, երիտասարդ հոր խնդրանք ու մեծ հատուկ միամիտ մարդազիրությամբ ընդունում ենք։ Այս դեպքից ուղիղ մեկ ամիս անց հայր եւ որդի Քոչարյաններին սպասարկող հայտնի տերտերի աջակիցները թիրախավորում են իմ 70-անց մորը, շրջափակում, իմ հասցեին վիրավորական արտահայտություններ անում, ամեն կերպ սադրելով, որ սկանդալ ստանա։ Քոչարյանի բոլոր լրատվականները, անխտիր բոլոր լրատվականները վիրավորական ու ծաղրական հոդվածներ ու տեսանյութեր են պատրաստում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ձեր խոսքի արժեքի մասին։ Փորձում եք, չէ, ուժեղ տղամարդ առաջնորդի կերպար ստանալ, բայց շատ հաճախ մոռանում եք, որ ուժեղ տղամարդ լինելու համար նախ եւ առաջ տղամարդ լինելը անհրաժեշտ։ Իսկ տղամարդ լինելու համար պետք է սեփական խոսքը պահել իմանալ, սեփական խոսքի արժեքն իմանալ։ Սրա մասին գիտի յուրաքանչյուր հայ տղամարդ։ Շեշտում եմ, սրա մասին գիտի յուրաքանչյուր հայ տղամարդ։ Իհարկե հասկանում եմ, որ ժամանակին Ադրբեջանում Հեյդար Ալիևի երաշխավորագրով կոմունիստական կուսակցության անդամ դարձած Ռոբերտ Քոչարյանը գուցե այդքան էլ լավ չի հասցրել ուսումնասիրել հայ հասարակությունը, ծանոթանալ մեր հայերիս արժեքներին, սկզբունքներին, բայց ես կփորձեմ այդ բացը լրացնել։ Պարոնայք Ռոբերտ եւ Լևոն Քոչարյաններ, մենք հայերս բացարձակ մեծամասնությամբ քրիստոնյա ենք։ Քրիստոնեական արժեքների պղծումը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մեզ համար անընդունելի է։ Պարոնայք Ռոբերտ եւ Լևոն Քոչարյաններ, մենք հայերս ծնողապաշտ ենք։ Մայրը մեզ համար սրբություն է։ Մենք մեր քաղաքական թշնամիների մայրերին անգամ միայն առողջություն ենք մաղթում։ Առողջություն եմ մաղթում տիկին Բելլային։ Խնդրում եմ, քանզի ներդրվել եք հայ հասարակության մեջ, բարի եղեք ապրել մեր արժեքներով, կամ գոնե չհարվածել այդ արժեքների։ Ամբողջ ամիս, ամբողջ տարի, ամբողջ 5 տարի, այս ամբիոնից դիմացներդ կանգնած են, բան ունեք ասելու, եկեք ինձ ասեք, ոչ թե տանս ու հաշմանդամ մորս վրա լնգու լավազ ուղարկեք։ Ուղարկելուց էլ գոնե բացատրեք, թե ինչ է անկերասիրությունը։ Բոլորով միասին եկել են տանս վրա, հետո հեռանցել, դրանից դիմաց թողնելով իրենց գաղափարակից եղբոր անշնչացած դին։ Խոսքը այն հայտնի սատկած մկան մասին է։ Անկեղծ եմ հարցնում, խեիք ձեր ընկերոջը թողել, վատ ընկերեր, իրար հետ չէիք սերնաց ու գողանում, իրար հետ չէիք ծակերում թաքնվում, երբ ձեզ ինձ հետ բանավեճի էին կանչում տարբեր հեռուստաալիքներում։ Ոնց կարելի է այդ աստիճանի ուրանալ ընկերությունը, ոնց կարելի է այդ աստիճանի ուրանալ իրար հետ անցած ճանապարհը։ Մի ուրիշ բան էլ։ Հենց լկտի արշավը, որ սկիզբը առել, Լևոն ու Ռոբերտ Քոչարյաններին սպասարկող տարատեսակ լնգու լավազի կողմից, այդ արշավը շարունակվում է այսօր ու շարունակվում է հնարավոր ամենալկտի թիրախավորմամբ ու այստեղ թիրախավորվում է ոչ միայն իմ անձը, այլև թիրախավորվում է կոնկրետ հանգամանք,
Հանգամանքը այդ հետևյալն է, հարգելի գործընկերներ, սրա մասին կա անհրաժեշտություն հենց այս ամբիոնից խոսելու, ինչքան էլ որ սա անձնական հարց է։ Թիրախավորվում է այն հանգամանքը, որ ես մեկն եմ այն հազարավոր կամ գուցե տասնյակ հազարավոր մարդկանցից ու ժամանակին երեխաներից, որոնց ծնողներից մեկը ժամանակին թողել է ընտանիքը, գնացել է հյուսիսային երկրներ, իսկ հետո այնտեղ արդեն կազմել է երկրորդ ընտանիք, ուրիշ ընտանիք է կազմել։ Այս հանգամանքի բերումով փորձ է արվում թիրախավորել ինձ ու կամ փորձ է արվում թիրախավորել իմ մորը։ Ես ուզում եմ ասել, որ ես որդիաբար խոնարհվում եմ բոլոր այն մայրերի առաջ, որ միայնակ են մեծացնում իրենց երեխաներին։ Ես գիտեմ, թե ինչ դժվար է դա ու ես գիտեմ, որ կյանքում միշտ գտնվելու են երկոտանի կենդանիներ, ովքեր փորձելու են թիրախավորել ձեզ դրա համար, թիրախավորել ձեր երեխաներին դրա համար։ Դիմում եմ նաև այդ երեխաներին։ Միշտ իմացեք, որ դուք շատ ավելի ուժեղ եք, քան ինչ-որ երկոտանի կենդանի, ով մշտապես ու ցանկացած պարագայում փախած է մնալու ձեզանից ու այլ ասելու բան չի ունենալու, քան դրա թիրախավորումը։ Դուք ուժեղ եք ու դուք ձեր կյանքում կկարողանաք հասնել ամեն ինչի։ Ու ես ձեզ խնդրում եմ, որ դրան հասնելուց հետո արժանի զավակ լինեք ձեր մայրերին, որոնք որ ոչինչ չեն խնայել ձեզ մեծացնելու համար, լինելով միայնակ մայր։ Խոնարհվում եմ բոլոր միայնակ մայրերի առաջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, դուք քիչ առաջ միամիտ ճշմարտությունը ասեցիք։ Եվ այդ ճշմարտությունը հետևյալն է, պարոն Մինասյանն եկավ ասեց հետևյալն, հենց նոր, ասեց մենք երկու խմբակցություններ եւ այլն։ Այսինքն ինչ է ասում ինքը։ Ասում է մենք ոչ թե այս նախագիծը ներկայացրել ենք, որպեսզի հասնենք նրան, որ էթիկայի վերաբերյալ հարցով լինի հանգուցալուծում, այսինքն իրենց նպատակը պոզիտիվ բան չունի, նպատակադրում չունի։ Ասում է մենք արել ենք, որ ցույց տանք, որ դուք չեք անելու։ Ինչ է նշանակում։ Բայց սա երեսպաշտություն չի։ Բայց սա է երեսպաշտությունը, այսինքն դուք վերցրել եք բարոյականության վերաբերելի հարցը դարձրել եք քաղաքական պայքարի մանրադրամ եք սարքել, պարոն Մինասյան, ասում եք ոչ թե մենք դա բերել ենք, որպեսզի հասնենք էթիկայի հաղթանակին, մենք բերել ենք, որ ցույց տանք, որ ԿՊ-ն սա չի անելու։ Հիմա սա այդ լրագրողի նկատմամբ բարոյական քայլ է, թե բարոյական քայլ չի։ Հիմա մենք պիտի էթիկայի հանձնաժողով ստեղծենք ձեր համար, ձեր այս քայլի համար, ժողովուրդ, մի հատ ճշտենք։ Դուք ընդհանրապես լրագրողական համայնքին եւ 4-րդ իշխանությանը նայում եք որպես քաղաքական պայքարի մանրադրամ, եւ այո, դուք նայում եք որպես քաղաքական պայքարի մանրադրամ։ Ես ուզում եմ ասել, որ երբ որ դուք այստեղ քաղաքական գնահատականներ եք տալի, թե ԿՊ-ի իշխանության ժամանակ լրագրողների դեմ այս է եղել, այն է եղել։ Վերջերս հրապարակվեց նորից լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցը, որտեղ որ մամուլի ազատության սանդղակով մենք այս տարի 34-րդն ենք։ 2017 թվականին մենք եղել ենք 79-րդը, այս տարի մենք 34-րդ տեղն ենք։ Բայց դա լրագրողական համայնքի մասնագիտական գործունեությանը վերաբերող դրական փաստ չի, հա, դրա մասին չեք ուզում դուք խոսեք։ Բայց դրա մասին է խոսքը։ Պարոն Մամիջանյանը ասում է Սերժ Սարգսյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ լրագրողներն այստեղ ցույցեր են։ Նախ լրագրողները հիմա էլ են ցույցեր անում, հեն այնտեղ Սաղմոսի բան են դրել ու կանգնած են լրագրողները։ Երկրորդը, ես ուզում եմ հենց ցույց, հիմա ես կմիացնեմ մի տեսանյութ, ուրեմն այս տեսանյութը կա ինտերնետում կարող եք նայել։ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեթրակյանը միջանցքում ազգային ժողովի մի քիչ այն կողմ շփվում է լրագրողների հետ։ Սերժ Սարգսյանի օրոք են, որ ասում է լրագրողները այստեղ անում էին ցույցեր եւ այլն։ Հարցերին չենք պատասխանում։ Գրավոր։ Ումը լսեցինք, որ ասում եք ես ինչ նախիդ է։ Լրագրողն ասում է լսեցինք, որ ասեցիք, լրագրողներին ասեց, այս ինչ նախիր է։ Լրագրողը ասում է Մհեր Սեթրակյանին։ Հիմա իրա պատասխանը։ Ակաժները երևի լավ չի։ Դուք բան չեք ասել։ Մաքրեք մի հատ։ Ասում է ակաժներդ մաքրեք։ Նու չի ասում շրթերդ մաքրի, ասում է ակաժներդ մաքրեք, այնտեղ որևէ մեկը էթիկայի հանձնաժողով չի։ Բարենկոմ վերանացվի մցրա։ Վերանացի մցրել։ Այս տուն լսեցիք։ Ակաժները
Այս տուն լսում եք։ Մի հատ խորացեք, պատկերացրեք ինչ ա դրա տակ։ Տարենկոմ վերանացվի մցրա։ Վերանացի մցրա։ Սաղմոս ա կարդում մեր Սեթրակյանը, պարոն Մամիջանյան, ձեր իշխանության ժամանակ, երևի սաղմոս ա, հա։ Հետո գնում ա իր սենյակ, վերադառնում ա, հլնայեք։ Տղա ջան, ես քեզ երախուց էլ փոքր ես, արի քեզ բառ Ու է գալիս, ասում ա հլա արի իմ սենյակ, կանչում ա իր սենյակ, ասում ա հլա արի, լրագրողը բնականաբար վախենում ա։ Ու այս ընթացքում լրագրողական ողջ համայնքը կանգնած որևէ բան չի անում։ Ես հասկանում եմ, որտեղ մարդիկ վախենում էին։ Հիմա դուք տես բան պատկերացնում եք, հարկաստո լրագրողները հենա, պարոն Մամիջան, լրագրողները հենց հիմա բան են անում, պերֆորմանս են անում, նորմալ է, ազատություն է, բայց որևէ մեկը լրագրողների հասցեին նես բան չի անում, որ է տու սենց գնա, էլի։ Հետա ձեր դեպքը եկել եք ստեղ բանը էթիկայի հարցը դարձրել եք քաղաքական պայքարի մանրադրամ եք սարքել։ Իսկ մենք այո, Հայաստանի Հանրապետությունում պաշտպանում եւ պաշտպանելու ենք ժողովրդավարությունը, պաշտպանում եւ պաշտպանելու ենք խոսքի ազատությունը, լրագրողները ունեն եւ ունենալու են իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելու մաքսիմալ ազատություն եւ դրա վկայությունը ոչ թե ձեր, այլ միջազգային համապատասխան կառույցների տարեկան զեկույցներն են։ Մնացածը ընդհանրապես ձեր հերթական երեսպաշտության մարաթոնի մի փոքրիկ հատվածն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այժմ տեղի կունենա քվեարկություն։